Իրան-Իսրայել բախման պատճառների, իրադարձությունների հետագա զարգացման ու տարածաշրջանի վրա ազդեցության մասին տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Գասպարյան։ Ընդամենը 48 ժամից սկսվելու էր Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների 6-րդ փուլը։ Ինչու Իսրայելը նախընտրեց ռազմական ճանապարհը, ինչու հենց այս փուլում սրվեց Իրան-Իսրայել բախումը։ Շատ բարի, Իսրայելը վաղուց էր պլանավորում հնարավորության դեպքում իր համար հասանելի դարձնել երկու կարևոր գաղափար։ Պատերազմական գործողությունները, մենք սրան շատ ենք անդրադարձել եւ ես գլխանց ասեմ, որ սա բնականաբար մասշտաբային տարածաշրջանային բնույթ չի կրի այս պատերազմը, բայց Իսրայելը երկու խնդիր էր փորձում լուծել, նախ առաջինը ցույց տալ ապացուցել հերթական անգամ, որ իր հակահետախուզությունը շատ պրոֆեսիոնալ է, շատ ուժեղ է աշխատում եւ ի վիճակի է ընդհանուր Իրանի ներսում պետական ապարատ թափանցելու եւ իր գիտատեխնոլոգիական առաջընթացի արդյունքը ցույց տալու ամբողջ աշխարհին։ Սա առաջինը եւ երկրորդ սա անկախ տասնյակ պատճառներից, թե Իրանը կպատասխանի, հիմա կանդրադառնանք այդ հարցին, չի պատասխանի, ինչպես կպատասխանի եւ այլն, կամ ընդհանրապես լուր կմնա, որովհետեւ խոցելի է եւ այլն եւ այլն։ Սա ես համարում եմ պատասխան Իրանի հետախուզության մարմինների այն աշխատանքին, որի մասին որոշ նեղ շրջանակներ ամենայն դեպս Իրանում վերջերս խոսում էին, որ Իրանին հաջողվել է ձեռք բերել Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն, ինչպես նաև Իսրայել եվրոպական երկրներ, Իսրայել արևմուտք, Իսրայել Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերաբերյալ անվտանգային հարցերի վերաբերյալ շատ գաղտնի փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը դիջիտալ տարբերակով, թվային տարբերակով են եղել, թե պարզապես դուրս են եկել այդտեղից, դա հարցի մյուս կողմն է, բայց իսրայելական կողմի պատասխան հարվածի պատճառներից մեկը նաև դա է, ինչի մասին խոսում են, կրկնեմ, իրանական եւ ուղեղային կենտրոններում եւ վերլուծական լուրջ շրջանակներում։ Ինչու հենց հիմա, որովհետեւ եթե հավատանք այդ թվերի խորհրդանշական նշանակությանը, որ Թրամփ ասել էր 60 օր եմ տալիս, ապրիլ 12-ին եւ 60 օր հետո 61-րդ օրը հարվածը հասցեագրվեց, հասավ, այս ընթացքում ինչեր տեղի ունեցան շատ կարեւոր է հասկանալ, թե այս ընթացքում մինչեւ հարվածը ինչ իրադարձություններ նախորդեցին, հա։ Նախ Թրամփի այցելոցի արաբական երկրներ եւ մի քանի միլիարդ դոլարանոց գործարքների կնքումը։ Պարզ է, որ Իսրայելը վաղուց բնականաբար իր արտաքին հետախուզության միջոցով կարողացել է թափանցել Իրանի որոշումների ընդունման անվտանգային եւ հատուկ ծառայությունների կենտրոններ։ Եվ սա պետք է դիտարկել տրամաբանական շարունակությունը անցած տարի Հեզբոլլահի ռազմաքաղաքական ղեկավարության չեզոքացման ուղղված այն քայլերի, որ Իսրայելը արեց բնականաբար խոսքը Հասան Նասրալլահի, ինչպես նաև Հեզբոլլահի ղեկավարության ոչնչացմանն է վերաբերվում եւ ինչպես նաև պաղեստինյան Համաս շարժման բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը, այսինքն անցած մեկ տարվա ընթացքում պարզ էր, որ Իրանի հակահետախուզության դաշտում կան խոցելի կետերը եւ Իսրայելը պարբերաբար ականներ է տեղադրում այդտեղ։ Ու միջոցով է տեղադրում, բնականաբար Իսրայելի քաղաքացիները չեն կարող մուտք գործել։ Այստեղ հենց պետք է հասկանալ նաեւ Իսրայել սոցիալական երկրներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որովհետեւ Իսրայելին հաջողվել էր, ինչ ճիշտ է, պետք է սա արձանագրել, նույն Հեզբոլլահի ներսում եւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ գտնվող շրջանակներում ունենալ գործակալական ցանց, որն էլ նրան ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բնականաբար ազդանշանները տվեց, որ այսինչ ղեկավարներ օրինակ գտնում են այստեղ եւ այլ եւ այլ։ Ներողություն, դա նաեւ աշխատեց այս ժամանակ եւ դրա համար կարողացավ Իսրայելը ոչնչացնել Իրանի
Իսրայելը համենայն դեպս հայտնում է 20 բարձրաստիճան զինվորականի մասին։ Եվ ոչ միայն զինվորականներ, նաև գիտնականների մասին է խոսքը։ Սա Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից սկսած պետք է այս վիճակագրությունը հասկանանք, հա, տրամաբանությունը վերլուծել, պետք է այդտեղից հասկանանք։ Բազմիցս ես նշել եմ, որ Իսրայելը անցած 10 տարվա ընթացքում դեռ Սոլեյմանիի սպանությունից առաջ հատիկ հետևում էր իրանցի բարձրաստիճան եւ զինվորականների գործողություններին եւ տեղաշարժին եւ գիտնականների տեղաշարժին եւ Իրանի անվտանգային հետախուզական կառույցները հստակ սահմանափակումներ են սահմանել դրել այդ գիտնականների երկրից դուրս գալու վերաբերյալ այդուհանդերձ տարբեր գիտարշավների կամ գիտական հետազոտությունների նպատակով արտասահման մեկնած իրանցի գիտնականներին, շատ հայտնի գիտնականներին, ֆիզիկոսներին եւ կենսաֆիզիկայի մասնագետներին ինքնաթափ ոչնչացնում էր եւ սա տրամաբանական շարունակություն է բնականաբար բարձրաստիճան զինվորականների սպանությունը կամ չեզոքացումը պետք է կրկնեմ դիտարկել Ղասեմ Սոլեյմանի եւ ընդհանրապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շատ ինֆորմացված եւ շատ կարողություններ եւ հեղինակություն ունեցող անձնավորությունների կամ սուբյեկտների չեզոքացման տրամաբանության մեջ։ Իսրայելը փեյջերների օպերացիան, որ իրականացրեց Լիբանանում, դա նախերգանքն էր, կարելի է ասել, որովհետեւ այդպես փորձեցին որպես ջերմաչափ նաև ստուգել Իրանի դիմադրողականությունը եւ հակահետախուզության պրոֆեսիոնալիզմը, արդյոք Իրանը դասեր քաղեց այդ ամենից, թե ոչ։ Պարզից էլ պարզ է, որ այս հարձակումը օբյեկտիվորեն եթե ֆիքսենք, այո, խոսում է, որ Իրանի հակահետախուզությունը ունի լուրջ թերացումներ, ունի լուրջ բացեր եւ բնականաբար միայն Իրանի որոշումների ընդունման հոգեվոր եւ քաղաքական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտի այս պահին ինչպես պիտի հակադարձի, արդյոք պիտի արձագանքի թե ոչ, որովհետեւ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ մենք գործ ունենք Իրանը գործ ունի Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ առանց Միացյալ Նահանգների համաձայնության Իսրայելը չէր համարձակվի նման ավիահարվածներ կամ հրթիռակոծություն հասցնել Իրանի որոշ օբյեկտների։ Իդեպ այդ օբյեկտների հետ կապված շատ հետաքրքիր մի բան ասեմ ձեզ։ Հիմա քանի որ մենք խոսում ենք 21-րդ դարում հիբրիդային պատերազմների մասին, որտեղ եւ քարոզչական պրոպագանդիստական հարձակումները հավասարազոր են ինչ որտեղ նաեւ շատ ավելի բարոյական եւ մարտունակության բարձրացման կամ թուլացման առումով շատ ավելի ազդեցիկ են քան բուն ռազմական գործողությունները ինֆորմացիոն դաշտ է նետվում շատ հակասական տեղեկությունների մի շտեմարան եւ յուրաքանչյուր պետություն ըստ իր ունեցած համակրանքի կամ համակրանքի ընտրողաբար է վերաբերվում այդ ինֆորմացիային եւ գցում դաշտ տիրաժավորում փորձում հասկացնել որ տեսակ Իրանը որքան խոցելի է եւ այլն Իրականում Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ, որոնց վերաբերյալ ինֆորմացիան այսօր տարածեց, որ Իսրայելը հարված է հասցրել, ես բավական սկեպտիկ եմ այդ հարցում, որովհետև դեռ հարցը Իրանի իսկապես ուներ միջուկային ռումբի ստեղծման գործարան, թե այդ գործարանները ֆիկտիվ են կամ մուլյաժ են, որոնք ընդհանուր խաղի տրամաբանության մեջ պետք է դիրքավորվեն այդպես, որ Իսրայելը հարվածի եւ խոսք գնա Իրանի նկատմամբ հաղթանակ տանելու մասին։ Ես բավական կասկածալի եմ այդ հարցում։ Միացյալ Նահանգների ականջները պետք է փնտրել այս բախման մեջ, պետքարտուղարը Մարկո Ռուբիոն ասել էր, որ Վաշինգտոնը կապ չունի, Թրամփն էլ ասել էր, որ տեղյակ է, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել, բայց չի մասնակցել այդ հարձակմանը, բայց այդուամենայնիվ Իրանի արտգործնախարարն էլ նշել էր, որ առանց թույլտվության Վաշինգտոնի եւ մասնակցության Իսրայելը չէր հարվածի։ Դուք ինչ եք կարծում։ Իհարկե, առանց Միացյալ Նահանգների Իսրայելը մեկ քայլ անգամ չի կարող առնել տարածաշրջանի արաբական կամ այլ երկրների նկատմամբ։ Ու արաբականը կարելի է մի փոքր վերապահումով մոտենալ այդ հարցին, բայց կարծում եմ, որ
առանց Վաշինգտոնի իրազեկման նման քայլի գնալը շատ մեծ այսպես ասեմ կորստաբեր կլիներ։ Ինքը Թրամփ պատերազմ չի ուզում։ Սա նախազգուշական նամակ է նաև Իրանին, որպեսզի բանակցությունների ժամանակ վերջնականապես տեղիք տա ամերիկյան ճնշումներին։ Այսինքն ուրանի հարստացման որոշ տոկոս կա, որը Միացյալ Նահանգները պահանջում է, որ դրանից ավելի չպետք է լինի, այսինքն Իրանը ընդհանրապես պետք է մոռանա միջուկային ուրանի հարստացման ծրագրերից, պետք է մոռանա այդ մասին, եւ սա Իսրայելի միջոցով պրոքսի հարված էր մեծ հաշվով, որ զգուշացի հաջորդը կարող է լինել շատ ավելի վտանգավոր։ Այդ շատ ավելի վտանգավորի մեջ բնականաբար մենք պետք է դիտարկենք ոչ միայն Իսրայել, Իրանը, պետք է դիտարկենք ամբողջ տարածաշրջանը։ Իսկ Հարավային Կովկասը առավել եւս, ոչ միայն ծոցի-արաբական երկրները, ոչ միայն մեծ մերձավոր արաբելք, այլ կոնկրետ Հարավային Կովկասը։ Ընդ որում այս գործողությունների ամբողջական նպատակը, եթե կհիշեք, մենք 4 տարի պատերազմից հետո 5 տարի անընդհատ ասում ենք, որ Սյունիքը նույնպես պիտի դառնա պոլիգոն Արցախի օկուպացված տարածքների հետ միասին հակաիրանական հնարավոր գործողությունների համար։ Բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսնում այն լոկոմոտիվը, որով Իրանը ուղիղ առճակատման կգնա Միացյալ Նահանգների հետ, անտեսելով բանակցությունների կամ խաղաղ ճանապարհով խնդիրները կարգավորելու կամ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկը։ Այլապես տարածաշրջանը խրվելի ոչ միայն տարածաշրջանը, արդեն խոսք է գնալու ռեալ երրորդ աշխարհամարտի մասին, որովհետև այն հրթիռային համակարգը, որը ունի Իրանը, հարցի մյուս կողմն է, հեռուստադիտողներն էլ կասեն, դե ունի թող օգտագործի, սա քաղաքականություն է, սա սառահաշվարկ է, ի վերջո տաք գլխով նման որոշումներ չեն ընդունում առհասարակ, մտնել անկանխատեսելի մի հորձանուտ, որի հետևանքները շատ կործանարար կլինեն, որովհետև դու գործ ունես Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելը Միացյալ Նահանգների դաշնակիցն է այս տարածաշրջանում, այնպես ինչպես Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, որի ծովային, ծոցի-արաբական երկրների բոլոր ծովային անցակետերը լցված են ամերիկյան ռազմանավերով եւ Իրանի նկատմամբ, այսպես ասեմ, հրթիռային պատերազմի դեպքում հնարավոր է ընդամենը 24 ժամվա ընթացքում ամբողջությամբ կապիտուլյացիայի ենթարկել, որովհետեւ մենք խոսում ենք աշխարհի երկրորդ միջուկային պետության մասին, մարտագլխիկների քանակը նկատի ունեմ, խոսքը Միացյալ Նահանգներն է վերաբերվում։ Դուք պատկերացրեք, Իրանում էլ հատկապես որ կարմիր դրոշը բարձրացրել են, արծի մյուս կողմն է անցած 5 տարվա ընթացքում 4 անգամ են բարձրացրել, ինչ արդյունք է ունեցել դա, բայց Իրանում կարծում եմ սառահաշվարկ են անում եւ պատահական չէ ամենևին էլ, որ Ռուբիոյի այդ հայտարարությունից հետո Իսրայելի մտավախությունը, որ բնակիչները արդեն պետք է պատրաստ լինեն ռմբապաստարաններում ապրել եւ այլ, իրենք էլ շատ լավ հասկանում են, շատ լավ պատկերացնում են, որ Իրանի պատասխանը լինելու է, հիմա կլինի, 10 օր հետո կլինի արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ ոչ պաշտոնական խմբավորումների կողմից հարձակման թիրախ կդառնան, թե ինչ կլինի, հարցումի դեռ վաղ է, բավական հստակ կոշտ գնահատական տալ, որ Իրանը պարտվել է, Իրանը հեշտ պետություն չէ, Իրանը ենթարկվում է հարձակման իհարկե, Իրանի անվտանգային համակարգը խոցելի է դարձել, խոցելիությունն է ուզում նաև Իսրայելը ապացուցել, բայց այդուհանդերձ Իրանը մնում է Իրան եւ իր պատասխան տալու ժամանակը եւ տարողությունը, մասշտաբը միայն Իրանում գիտեն։ Շատ անշնորհակալ գործ կլինի ասել կամ մեր բարեկամ դաշնակից պետության անունից ինչ-որ բան ասել, որ պարտվեց կամ հաղթանակ տարավ։ Իհարկե նախադեպերը կան, որ նույն անցած տարվա ընթացքում, անցած տարվա մարտին Իրան-Իսրայել անօթաչուների կռվի ժամանակ կամ պատերազմի ժամանակ բարձրացել բարձր որ Իրանը շատ լավ այդ ժամանակ էլ էր հաշվարկում, որ Միացյալ Նահանգների հետ
չի ուզում գնա այնպիսի կոնֆլիկտի, որի տակից դուրս գալը շատ դժվար է լինելու, անբացատրելի դժվար է լինելու, բայց այդուհանդերձ այս անգամ կարծում եմ վերջնականապես խնդիր է դրված Իրան պետության միջազգային քաշը, հեղինակությունը, եթե ինքը չպատասխանեց, ինչ ձևով չգիտեմ, թեև հետևելով Իրանի հոգևոր եւ քաղաքական առաջնորդների հայտարարությանը մենք այդտեղ մեկ եզրույթ ֆիքսեցի, որ խոսքը գնում է իրավականորեն։ Հիմա իրավականորեն մի քանի տարբեր ձևով կհասկանանք, մանավանդ իրանցիների հետ շփված մարդիկ կամ հարաբերություններ ունեցած մարդիկ շատ լավ գիտեն, որ երբ իրանցիները մի բառ են ասում, դրա տակ 10 իմաստ են դնում, բայց հիմա ամբողջ աշխարհին ոչ չեն կանգնելու ասելու, որ մենք վերացնելու ենք Իսրայելին, չէ, արժանի պատասխան ենք տալու, այդ պատասխանի չափը մասշտաբը իրենք գիտեն։ Թեհրանում ու տարբեր քաղաքներում այդ ցույցեր են, մարդիկ պահանջում են, որ պետությունը պատասխանի ի վերջո Իսրայելին, սրա մասին ինչ կասեք։ Իսրայելի պատասխանը նշեցիք, որ պիտի լինի, պատասխանելու է, բայց այս ցույցերը այդ դեպքում ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, երկու բան կա, խնդիր կա, կամ երկու թեզ կա, որ անցած 5-6 տարվա ընթացքում խոսվում է այդ մասին, նաև հայաստանյան տարբեր շրջանակներ բնականաբար ակնկալում են, որ Իրանի պատասխանը պետք է լինի, որովհետև ստեղծվել է միֆականացված մի կերպար, որ ամենակարողն է եւ կա հակառակ ծայրահեղությունը, որ Իրանը ոչ մի բանի վիճակի չէ, ընդամենը սա թատրոն է եւ այլն եւ այլն։ Իրական եթե ռեալ պոլիտիկի տեսանկյունից ենք խոսում, Իրանի շահերը մեծ մերձավոր արևելքում գնալով ավելի օղակը սեղմվում է, Շիական կիսալուսնի մայրամուտը ի վերջո դրա վառապացույցն է, այսինքն Լիբանանից, Սիրիայից դուրս գալը, Իրաքում դիրքերի թուլացումը, Եմենում անորոշ վիճակը դեռ ամերիկյան եւ իսրայելական ազդեցության ուժեղացումը սոցիալական երկրներում, ինչպես նաեւ Իրանից արևելք ընկած, երկրների սահմանին, վիճակի ապակայունացումը եւ դրա սրմանը միտված գործընթացները հուշում են, որ Իրանը պիտի որդեգրի ռազմավարական խորության քաղաքականություն։ Հիմա այդ ռազմավարական խորության եզրույթի ներքո մենք կհասկանանք քաղաքացիական ազատությունների սահմանափակումների թուլացում, վերացում, ներսում։ Ինչի պատճառները մենք գիտենք ինչ հետևանքներ բերեցին անցած 3-4 տարվա ընթացքում բարբերաբար ցույցեր եւ այլն, հակաիշխանական կամ հակակառավարական։ Դա կբերի ի վերջո միջուկային գործարքի կնքմանը, դա երրորդ ամենակարևորը Իրանի տարածաշրջանային դերի վերարժևորումը եւ զինված խմբավորումների ֆինանսավորման եւ հովանավորումից հրաժարումը ամբողջությամբ, այս բոլորը խնդիրներ են, որոնք սեղանի վրա դրված են։ Իրանը միայնակ չէ միջազգային ասպարեզում։ Ես կրկնեմ, մենք պրոպագանդայի զոհը չպետք է գնանք, մենք պետք է վերցնենք օբյեկտիվ ինֆորմացիան եւ փորձենք ճիշտ վերլուծել։ Ռուսաստանը եւ Չինաստանը, որը Իրանի համար ռազմավարական տնտեսական գործընկեր է, ի վերջո դեռ որևէ արձագանք չունի, մենք իհարկե պրոտոկոլային տեքստերի ականատես լինելու ենք, որ դատապարտում են, կոչ են անում, սա են անում, բայց իրական պրոցեսների մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն արտաքին դաշտում, նաեւ ներքին դաշտում, Իրանի ներսում, այո, կա պահանջ, բայց դա կտեղավորվի պետական անվտանգության մտածողության, ազգային արժանապատվության, հեղինակության, իմիջի, ինչ կարող եք ասել, բայց քաղաքականությունը եւ ռեալ պոլիտիկա առհասարակ հաշվարկ է։ Տակ գլխով չեն մտնում աննպատակ զինարշավ վարում։ Վստահաբար Իրանի նման կայսրությունը, որը 2500-2800 տարվա պատմություն ունի, նման սցենարային զարգացումների քիչ թե շատ պատրաստվում է։ Այսինքն, եթե տոտալ կործանման են տանում,
Եկեք այսպես հասկանանք։ Ամենավատից, վատթարագույն սցենարից մինչև լավատեսական սցենարը։ Լավատեսական սցենարը ես ասել եմ սրանից մի քանի ամիս առաջ, վերլուծականում նշել եմ, որ խոսքը վերաբերում է իրանական նավթի նկատմամբ ամերիկյան վերահսկողությանը եւ այդ իսկ պատճառով մեծ պատերազմը ես համարում եմ անիրատեսական։ Սա լավատեսականն է։ Երկրորդ կարևոր հարցը Իրանի դերակատարման կամ ազդեցության նվազման ուղղված մենք պետք է այս բոլորը դիտարկենք մերձավոր արևելքում տեղ ունեցող իրադարձությունների ֆոնին։ Սիրիայում Բաշար Ասադի փոխարինումը կամ փախուստը ինչու տեղ ունեցավ։ Մենք վերադառնում ենք 2011 թվականի նույն կետ, երբ Իրանը շրջանցելով Քաթարից Սաուդյան Արաբիա, Հորդանան, Սիրիայի միջերկրական ծով պիտի անցնի հայտնի գազամուղը, որը նաև արևմուտքին հնարավորություն կտա ընդհանրապես կախվածություն թույլատրել ռուսական գազից։ Այս պրոյեկտի իրականացման համար անհրաժեշտ էր Հեզբոլլահի չեզոքացում Լիբանանում, Սիրիայում շիական ազդեցության թույլատրում եւ ռուսական գործոնի զրոյացում, կարելի ասել, կամ նվազեցում։ Հիմա այս բոլոր գործընթացները տանում են դրան, որ այս խնդիրը, այս ծրագիրը դառնալու է իրականություն եւ Իրանը պետք է դուրս մնա տարածաշրջանային այնպիսի պրոյեկտներից նավթագազային, որը հնարավորություն կտա առաջին հերթին արաբական աշխարհին վերահսկողության կոնտրոլի պակետը վերցնել իր ձեռքը, որովհետև ծոցի արաբական երկրները ամբողջությամբ ամերիկյան պրոտեժեի տակ են, այդ պրոտեկտատի տակ են գտնվում։ Հիմա Իրանը եթե մտավ խաղի մեջ այս իմաստով, ինքը բնականաբար խառնելու բոլորի խաղակարտերը։ Դա է նաև պատճառը, որ Իսրայելը շտապեց լոբինգ իրականացնել հենց Միացյալ Նահանգներում 2020 թվականի օգոստոսին, կնքելով Աբրահամյան համաձայնագրերը Թրամփի միջոցով բնականաբար հենց Սպիտակ տանը եւ Իրանին տնտեսապես, ռազմաքաղաքական, անվտանգային, հետախուզական առումով տարածաշրջանում իր դերակատարումը նվազեցնելու միտված քայլ էր։ Եվս մեկ կարևոր բան կուզեի ասել այս իրադարձությունների հետ կապված։ Տեսեք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամենալուրջ, ամենակոնֆիդենցիալ կառույցն է, ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենահավատարիմը այաթոլլահին կոնկրետ։ Այդտեղ թափանցելը նախ շատ ռիսկային է եւ եթե չասեմ անհնար, բայց գրեթե անհնարին մոտ։ Իսմայիլ Հանիեի սպանությունը ցույց տվեց, որ այս կարծրատիպը կամ ընդունված մոտեցումը այդքան էլ չհամապատասխանում իրականությանը։ Ես շատ փակագծեր չբացեմ, բայց սա խոսում է այն մասին, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինստիտուցիոնալ վերանայման խնդիր ունի, հա, ներսում իր հարցերը կարգավորելու լուծելու։ Իրանցիները սովորաբար իրենց նվաճումների մասին շատ չեն խոսում, ասեմ ձեզ։ Դա է պատճառը, որ Իսրայելի հետախուզությունը շատ ուժեղ է աշխատել եւ նույն Մոսադի միջոցով անցած 10 տարվա ընթացքում տարբեր գիտնականների կարողացել է որսալ, հետևել, հետապնդել եւ չեզոքացնել։ Հիմա այստեղ շատ բան կախված է ձեզ տարօրինակ բան առաջին հայացքից թվացող պիտի ասեմ, շատ բան կախված է Եգիպտոսից, որովհետև Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջերս շատ փութաջանորեն սկսեց մերձենալ Եգիպտոսը, շատ լավ հասկանալ, որ արաբական աշխարհում ամենահզոր ուժը հենց Եգիպտոսն է եւ որի միջոցով կկարողանա մերձավոր արևելքում հավասարակշռել ուժային ազդեցությունները։ Ինչի մասն է խոսքը։ Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան սուննիական աշխարհի գլխավոր երեակներն եւ մրցակցում են միմյանց հետ։ Սաուդյան Արաբիան փոխարինում է Իրանին Սիրիայում, փորձում է նաև չեզոքացնել Թուրքիային այդ առումով։
խաղից չպետք է դուրս մնա Եգիպտոսը, դա է պատճառը, որ Իրանը Եգիպտոսի հետ նաև փորձում է հարաբերությունները բարձրացնել շատ ավելի բարձր մակարդակի։ Տեսեք, այդ միֆերի հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ, քանի որ խորքային առումով ես հետևում եմ նաև արաբական աշխարհում Իրանի քաղաքականության եւ Թուրքիայի քաղաքականությանը, Իրանը շատ ավելի զգացմունքային եւ էմոցիոնալ դաշտում է խաղացել վերջին մի քանի տարվա ընթացքում, հա, կպատասխանենք սիոնիստական ռեժիմը պետք է վերանա, սա պետք է արվի, դա պետք է արվի, եւ բնական է, որ ներքին դաշտը նույն Իրանում պահանջեն արժանի պատասխան տալ։ Ինչ որտեղ քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ եթե չկա նույնիսկ այդ պահանջը, պետք է ձևավորել այդ պահանջը, որպեսզի լեգիտիմ իրավունք տրվի, հա, պատասխան հարվածների։ Բայց ասեմ, Իրանը որքան էլ հիմա շատ նեղ վիճակում լինի, որքան էլ շատ վատ դրության մեջ լինի, այդուհանդերձ իր ռազմավարական խորության մտածողությանը զուգահեռ ունի նաև մարտավարական ճկունություն։ Եվ դա է պատճառը, որ վերջին 30 տարվա, 2003 թվականից 22 տարվա ընթացքում ամենայն դեպս մասշտաբային պատերազմ չի եղել, հա, լոկալ կետային ճշգրտությամբ, այսպես, հա, պարզ է, որ Իսրայելը զարգացրել է այդ տեխնոլոգիան, ամերիկյան կողմից է վերցրել եւ 7-րդ հարկի, չգիտեմ, խորքում գտնվող, ներսում գտնվող սենյակում ինքը գիտնական է վերածում։ Պարզ է, որ սա ամենամեծ նվաճումն է։ Ինչ պատասխան կտա, մենք պիտի սպասենք։ Միայն դա Աստված, ինչպես ասում են, պատասխանը չլինի այնպիսի արկածախնդրային, որ ամբողջ տարածաշրջանը, հետևաբար նաև ամբողջ աշխարհը թաթախվի այդ պատերազմի մեջ եւ Հայաստանն էլ բնականաբար։ Պարոն Գասպարյան, խոսեցինք Իրանի դաշնակիցների մասին։ Արդյոք ժամանակահատվածը, որ ընտրվեց այդ բախումը սրելու համար, արդյոք Իսրայելը փորձում է օգտվել այն առիթից, որ այն երկրները, որոնք կարող են կանգնել Իրանի կողքին, այս բային հակամարտության մեջ են նրանք, Ռուսաստան, Հնդկաստան։ Միշտ կարելի է, բայց Իսրայելը միշտ էլ իր սպառնալից քաղաքականությամբ, ռետորաբանությամբ միշտ է աչքի ընկել, նույնիսկ այն ժամանակ, երբ օրինակ Ղրիմի հարց չկար, հա, դեռ 2004 թվականին, երբ ռուս-ուկրաինական այս վերջին հակամարտությունը չկար, այսինքն Իսրայելի համար, տեսեք, այս երկու պետությունների ղեկավարությունները միմյանց հռչակել են գոյաբանական թշնամիներ։ Իրանում չկա որևէ կրոնական արարողություն կամ քաղաքական արարողություն միջոցառում, որտեղ մերկբար Իսրայել արտահայտության չի, հա, կամ մերկբար Ամերիկա, մահ Իսրայելի, մահ Ամերիկային, նույնն էլ բնականաբար վերաբերվում է Իսրայելին, բայց դոզան մի փոքր ավելի ցածր է, որովհետև Իսրայելի ռազմական ղեկավարությունն է, որ ավելի շատ տանում է սրման, հա։ Թեև ասեմ ձեզ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմը ի սկզբանե է դեմ եղել լայնամասշտաբ պատերազմի կոնցեպտին, որովհետև Թրամփ շատ պրագմատիկ գործիչ է եւ առաջնորդում է բիզնես շահերով։ Առհասարակ ինքը շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ Իրանը նստելու է բանակցությունների սեղանին եւ գնալու է այդ զիջումներին։ Հիմա Իսրայելին ոչ թե աջակցել է, բացահայտորեն ասել է, որ մենք տեղյակ ենք եղել նման բանի եւ համաձայնություն տալը, առհասարակ հերթական փորձն է արագացնելու այդ process-ը։ Կրկնեմ, այստեղ մի շատ կարևոր խնդիր կա։ Արդյոք Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ մտնում է Իրանի հոգևոր առաջնորդության ինստիտուտի վերացումը, փոփոխությունը թե ոչ։ Դրա մասին միայն նեղ շրջանակները գիտեմ, այսպես ասեմ, ամերիկյան, որքան էլ ամերիկյան ուղեղային կենտրոններ, վերլուծական կենտրոններ շատ բաներ ասեն։ Իսրայելը օգտագործում է հարմար պահը։ Իսրայելը զինել է Ադրբեջանին, Իսրայելը կայաններ է տեղակայել Իրան-Արցախ սահմանին օկուպացված տարածքներում եւ Իսրայելը սպասելու է հարմար պահին, եթե արձագանք չլինի Իրանի կողմից իհարկե, հնարավոր ցամաքային գործողությունների։
Ընդ որում այդ ցամաքային գործողությունները չեն վերաբերվում զորքերին, հա, հրթիռակոծությանը վերաբերվում, իսկ այդ այսպես ասեմ, հարձակումը կարող է տեղի ունենալ հենց Արցախի օկուպացված այն շրջաններից, որտեղ Իսրայելը վերջին 5 տարվա ընթացքում լրջագույն ռազմական եւ անվտանգային քաղաքականություն է իրականացնում։ Ադրբեջանի մասին խոսեցինք, այս պահին էլ Նախիջևանում ընթանում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը մինչև հունիսի 19-ը շարունակվելու է։ Ադրբեջանը կօգտվի առիթից եւ Սյունիքում ինչ որ ագրեսիա կհրահրի։ Կարծում եմ, որ այս բլիցկրիգը, որը 24 ժամ է տևում, պաշտոնական, ասում ենք, թերևս մենք Իրանի արձագանքին չենք անդրադառնում, որովհետև դա կարող է կրկնեմ լինել վաղը, կարող է լինել 10 օր հետո, կարող է, չգիտեմ, մի տարի հետո լինել։ Բայց հարցը այդ մի տարի հետո եթե եղավ, ինչպես կընկալվի միջազգային հանրության կողմից։ Ամենայն դեպս առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք պիտի սպասենք Իրանի արձագանքին։ Տեսեք, եթե միջազգային հանրությունը, թեև Իրանը հիմա դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտահայտից հրավիրել այս հարցով, եթե ռեալ գործիքակազմ չգործածվեց եւ եթե Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ի վերջո, չկարողացան զսպել Իսրայելին, Միացյալ Նահանգները կզսպի։ Որտեղ Միացյալ Նահանգների շահերից եւ գերակայություններից չի բխում տարածաշրջանում կոնֆլիկտների ռեէսկալացիա, սա ընդամենը նախազգուշական ապտակ է Իրանին, որ նստի բանակցությունների սեղանին։ Գնա Օման եւ խոսիր, որպեսզի ուրանի առստացման վերաբերյալ ինչ որ առաջ չգնաս։ Օրինակ Թրամփը նշել էր, որ ինքը դեռևս հավանական է համարում, որ այդ բանակցությունները այդուամենայնիվ տեղի կունենա, անկախ Իսրայելի հարվածներից։ Դուք ինչ եք կարծում, այդ բանակցությունները այդուամենայնիվ տեղի կունենան։ Դա շատ բան այդ հարցի պատասխանը կախված է Իրանի որոշումից։ Իրանը գնալու է իրեն եւ տարածաշրջանը կործանելու ամբողջությամբ։ Իմ եւ իմ թշնամիների վրա, այսպես արտահայտություն կա, հա։ Թե գնալու է հետեւյալ ճանապարհով, բանակցել Միացյալ Նահանգների հետ, բայց պատասխան ապտակ հասցնել Իսրայելը։ Ուժը, մասշտաբը, տարողությունը ոչ մի նշանակություն չունի, չմոռանանք, որ Մերձավոր Արևելքում հրթիռային ամենամեծ արսենալը բազմաշերտ զարգացած ունի հենց Իրանը։ Հիմա հարցի մյուս կողմն է, որ երկաթե գմբեթի միջոցով ԱԹՍ-ները որսած Իսրայելը, բայց թիրախային կետային հարձակումների դեպքում արդեն հստակ նշանակետերով Իսրայելի ներսում դա մի փոքր դժվար է լինելու Իսրայելի համար, ինչի ապացույցն է նաև անցած փոքր հակամարտության ընթացքում իրանական հրթիռների Իսրայել հասնելը։ Տեսեք, այս պատերազմի ամբողջ նպատակներից մեկը նաև այն է, որ երկու կողմերը միմյանց զգոնությունը եւ տեխնոլոգիական առաջընթացը ստուգեն։ Խոսեցինք հետախուզության, հակահետախուզության մասին։ Իսրայելը ունի այստեղ առավելություն, նաև Իրանը ունեցել է որոշակի առավելություն եւ կարողացել է Իսրայելի միջուկային դոսիեների վերաբերյալ տեղակայման վայրերի անվտանգային գործակցության Եվրոպայի եւ Ամերիկայի հետ լրջագույն փաստաթղթեր ձեռք բերել, բայց ռազմական առումով, տեխնոլոգիական առումով Իրանը եթե ունի հրթիռների մեծ բազա, ապա Իսրայելը գերակայում է բնականաբար ունի առավելություն այդ առումով տեխնոլոգիական առումով։ Հիմա երկուսը փորձում են, թե ում տարածքը ավելի խոցելի կլինի, ում հրթիռները ավելի թիրախային կասնեն, կետային կասնեն։ Այս պահի դրությամբ առավելությունն իսրայելական կողմը բնականաբար, ինչ ականատեսան մենք եղանք վերջին 1 տարվա ընթացքում, բայց եթե Իրանի պատասխանը եղավ ահեղ, նշանակում է Իրանն էլ է Իրանի եւ վարչակարգը եւ պետությունը, թարպես տարածքը կարող է տարածքային ամբողջության խնդիր առաջանալ, որովհետև Իսրայելը աշխատում է նաև այն բոլոր կենտրոնախույս ուժերի հետ, գործակալական ցանցերը հենց այն վայրերում են գտնվում, որոնք Իրան պետության ներսում տարածքային պահանջներ ունեն Իրան պետությունից, հա, այսպես ասեմ։ Բայց այդուհանդերձ սպասենք առաջիկա 72 ժամվան
նոր մինչև հարցազրույցը նաև թերթում էի իրանական ներքին որոշ ինֆորմացիոն ռեսուրսներ եւ կարծես հասունանում է պահը, որ պատասխանը պետք է լինի, բայց պատասխանը չպետք է լինի արկածախնդիր, որպեսզի քաշի Իրանի եւ տարածաշրջանը այնպիսի պատերազմի մեջ, որի հետևանքները ոչ մեկի համար կանխատեսելի չեն։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, տաղավարում հյուրս քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանն էր։